Ուկրաինայի իշխանությունները բացահաշիվ են պահպանել ռուսական բանկերից մեկում, որն ավելի վաղ օգտագործվել էր Մոսկվայում Հանրապետության դեսպանատան կողմից հյուպատոսական վճարների համար։ Այս մասին հայտնել են ՌԴԶԼՄ-ները։ Նշված հարկ վճարողի հաշիվներով գործառույթների կասեցումները բացակայում են, ասված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ գործակալության տվյալներով դեսպանատան հաշվին միջոցների փոխանցման գործառույթը մնում է հասանելի։ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ դեռ չի քննարկել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օգնության նոր փաթեթները։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պոլիսան, հաղորդում է Reuters-ը։ Ինչ վերաբերում է օգնության նոր փաթեթներին, մենք դեռ երկխոսություն չենք ունեցել ամերիկյան կողմի հետ այդ թեմայով, ընդգծել է նա։ Գործակալությունը հիշեցրել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը փետրվարին հայտնել էր, որ ցանկություն չունի ընդունել Ուկրաինայի ֆինանսավորման մասին ևս մեկ օրինագիծ։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց կա։ Այս մասին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Արդեն որոշակի առաջընթաց կա։ Ինչպես ես ասել եմ, մենք համաձայնության ենք եկել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերաբերյալ հրադադարի մասին, ինչպես նաև առաջընթաց է արձանագրվել վստահության ամրապնդման որոշ միջոցառումներում, նշել է պաշտոնյան։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հայտարարել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտի մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը ուրբաթ օրը որոշում է ընդունել երկրի խորհրդարանի միջնորդությունը նախագահին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ, ինչը նշանակում է Յուն Սոկ Յոլի պաշտոնանկության մշտական վավերացումը։ Հարավային Կորեայում այժմ սպասվում են արտահերթ ընտրություններ։ Նոր նախագահը պետք է ընտրվի 60 օրվա ընթացքում, այսինքն մինչև հունիսի 3-ը։ Մինչ այդ վարչապետ Han Dok-սուն կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը նրան խորհուրդ է տվել չզանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայում լիակատար հրադադար հաստատել, հաղորդում է NBC-ն։ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է այս շաբաթ խոսել Պուտինի հետ։ Հեռուստաընկերության տվյալներով վարչակազմի ներկայացուցիչները հանրապետականին խորհուրդ են տվել չզանգահարել Պուտինին, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայում լիակատար հրադադար հաստատել։